Ես նախկինում էլ ասել եմ, որ մեր կառավարության եւ իմ առաքելությունը համարում եմ հայ ժողովրդին նահատակացման այդ տրամաբանությունից դուրս բերելը եւ մենք այսօր այո հասել ենք դրան բազմաթիվ զոհերի եւ զոհողությունների գնով։ Եվ այն ինչ որ դուք ասում եք, ճանապարհը, որ նորից մենք գնանք մեր պետությունը եւ մեր ժողովուրդը մանրադրամացնելու ճանապարհով, սրա նրա ձեռքին խաղակարգ դարձնելու ճանապարհով։ Եվ այդտեղ էլ այսօր կառավարության նիստում ինչ հետաքրքիր է զուգադիպ ձեր հարցը։ Ես ասում եմ, որ մենք ի վերջո պետքա հասունանանք։ Ի վերջո պետքա հասունանանք եւ նույնիսկ դիվանագիտական դասագրքերում են ճշմարտությունը ճակերտներում, որ ասում է չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, կան մշտական շահեր, մենք պետքա վերանայենք այս, որովհետեւ ճշմարտությունն է, որ չկան թշնամիներ եւ չկան բարեկամներ։ Կա պետություն իր շահերով եւ մենք պետքա գնանք այդ պետության շահերի հետևից։ Որովհետեւ էլի եմ ասում, ես այդ հարցին անդրադարձել եմ։ Հիմա մենք կարող ենք ասենք Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգենք ворթեգրում, ով է շահելու դրանից։ Ով Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելու է։ Այսինքն դուք գիտեք ինչ եք ասում, ասում եք եկեք Ղարաբաղի ժողովրդին, հայ ժողովրդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակին։ Որ մարդիկ չիմանան, ի վերջո որտեղ են իրանց երեխեքը, իրանց թոռները, իրանց ծոռները, որտեղ են ապրելու։ Կա հասցե, թե չկա, ես ասում եմ այո, կա հասցե, եւ այդ հասցեն Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքով։